Բոլորիդ բարի երեկո, սպասենք մի քիչ մեր հյուրերը եւ ընդհանրապես մեր ընկերները, եղբայրները, քույրերը հավաքվեն, մինչ մենք սպասում ենք, որ մարդիկ մտնեն, տեսնեն, որ ես եթեր եմ մտել, մի քիչ շուտ եմ մտել, մի 5 րոպե առաջ, որպեսզի ժամանակ լինի, բայց ուզում եմ նշել, որ բացի դրանից, որ մենք ունենք հետևորդներ Facebook-ում, ովքեր նայում են իմ ուղ եթերներս, նաև խմբերում, ահագին մեր հետևորդները նայում են YouTube-յան ալիքներով եւ ես ուզում եմ շնորհակալություն իրանց հայտնեմ բարի խոսքերի համար, որը ես կարդում եմ YouTube-յան ալիքներում, պատկերացրեք, որ վերջի եթերը, օրինակ Unvlog ալիքում նայելա համարյա 40,000 պրասմոտր հավաքել, համարյա 40,000 պրասմոտր և 40,000 պրասմոտրի երկու օրում դա շատ լավ, ես գտնում եմ շատ լավ, այսպես ասած, արդյունք է և ահագին մարդիկ լավ բաներ են գրում, մոտ 700 կոմենտ են թողել եթերի տակ, շնորհակալ եմ այդ կոմենտների համար և վստահ եմ, որ մեր շփումը ձեզ հետ միասին շատ կարևոր է եւ մեր ժողովրդի համար եւ մեր հայրենիքի համար, քանի որ եթե մարդիկ շփվում են եւ հնարավորություն ունեն տարբեր բլոգերներին լսել, իրանք փաստորեն հնարավորություն ունեն հասկանան ինչ է կատարվում ընդհանրապես երկրում։ Ոնց է ձեր տրամադրությունը, ոնց է լսվում, կիսվեք նաև եթերով, եթե դուք նայեք գիշերը, առավոտյան, ուրախ եմ լինելու, եթե կիսվեք, խոսանք մի քիչ Գյումրիի մասին եւ անցնենք մեր այսօրվա գլխավոր թեմային, Դոնոս ջան, բարևներ, բոլորիդ Յուրա ջան, բարև ձեզ, Անահիտ, բարև ձեզ։ Ուրեմն դուք գիտեք, որ ամսի 30-ին Պարաքարում եւ Գյումրիում ընտրությունները եւ ես ուզում եմ նշել, որ այս 6 տարին մենք շատ ուշադիր եք եղել Գյումրիի հանդեպ եւ հիմա էլ ենք ուշադիր, ամեն ձևի մենք օգնել ենք, աջակցել են եւ զոհված ընտանիքներին եւ վերավոր եւ անհայտ կորած եւ ահագին սյուժեներ եք ցույց տվել եւ կանչել եք մեր ընկերներին գան Գյումրիում փող ծախսեն, հանգստանան եւ այլն եւ ուզում եմ նշեմ, որ այս 6 տարվա ընթացքում իսկապես խոշոր գումարները եւ պետությունը, կառավարությունը ծախսել Գյումրիի վրա, Շիրակի մարզի վրա, պետք է նշել, այստեղ պետք է նշել, որ Գյումրին եղել է մի հատ քաղաք 6 տարի առաջ, որտեղ կներեք ոչ մեկ չէր ուզում գնա հանգստանա, քանի որ sense դեպրեսիվ իրավիճակ է եղել, հիմա ոչ մեկ չի կարող ասել, որ Գյումրին դեպրեսիվ քաղաք է, հակառակը բոլորը գիտեն, որ այս 6 տարում Գյումրին դարել է մի հատ քաղաք, որտեղ մենք գնում ենք շատ ուրախությամբ հանգստանանք եւ մենք տեսնում եք ինչքան է մաքուր այդ քաղաքը, ինչքան ճանապարհներ է սարքված, ինչքան սիրուն է դարել այդ նույն այրապորտը, որը ռեմոնտ են արել եւ հոյակապ վիճակում է։ Նաեւ նշեմ, որ այդ տամոժնին, որը բերել են Գյումրին, շատ կարեւոր է, քանի որ այդ աշխատանքային տեղերը հիմա բացվել է Գյումրիում եւ մարդիկ դեղ են բերում իրանց ռաստամոշկ են անում, ավտոյի մասին է խոսքը գնում։ Նաև պետք է այստեղ նշել, որ այդ ճանապարհը, որի վրա փող են գողացել, հիմա նորից սարքում են այդ ճանապարհը, որը շատ կարևոր է, այդ հյուսիս-հարավ այդ ճանապարհը եւ ինձ թվում է, որ այն մեծ ծախսերը, որը անում են պետությունը այդ ճանապարհի վրա, դա կարևոր է, քանի որ Շիրակի մարզը եւ ընդհանրապես Գյումրին բոլորիս համար կարևոր է։ Նաև ասեմ, որ 6 տարում Գյումրիում այն խնդիրը, որը եղել է, հիմա չկա, ինչ խնդրի մասին է խոսքը գնում, որ շատ վատ են սպասարկում Գյումրիում, գիտեք ինչ տեսակետից, օրինակ Գյումրիում 6 տարի առաջ դուք չեք տեսնի աղջիկը, հա, լինի օֆիցիանտ, բայց հիմա այդ խնդիրը լուծված է եւ ահագին կին եւ աղջիկ սպասարկում են մարդկանց եւ դա խոսում է դրա մասին, որ նույն գյումրեցին փոխվում է դեպի լավը եւ սա շատ կարեւոր է մեզ համար, ովքեր գալիս են հանգստանում են կամ փող են ծախսում Գյումրիում։ Հոյակապ ռեստորաններ, կաֆեներ է բացվել, հոյակապ, քանի որ ահագին փող է ծախսվել, ճանապարհներ են ռեմոնտ արել, այդ լույսը, այդ ահագին паркեր, հա, эти парки, на русском это говорят парки, огромные парки, которые отремонтированы в Գյումրի։ Դա բոլորը շատ կարևոր է եւ այն մարդիկ, ովքեր Նատալի, привет, այն մարդիկ, ովքեր եղել են արտասահմանում, դաժե իրանք ահագին մարդիկ եկել են, փող են ծախսել, տուն են առել, այդ առաջի հարկերում կաֆեներ են բացել եւ ասեմ, որ Գյումրի
այդ կաֆեները եւ խանութները եւ ռեստորանները իրանց մակարդակը ավելի դաժե բարձրակ, քան թե Երևանում, պատկերացրեք, իսկապես Գյումրիում այդ մենյուն, այդ սպասարկումը, համը, ուտելիքի համը եւ այստեղ պետք է նշել, որ գները շատ մատչելի են, այսինքն տեղեր կա, որ շատ ցածր է գները եւ դա շատ հարմար է։ Նույն հյուրանոցները, վերջ անգամ մենք հյուրանոցում սեպտեմբեր ամսում հանգստացանք 3 հոգով, շատ քիչ փող ենք ծախսել։ Ցավոք սրտի Գյումրիում կան լուրջ խնդիրներ, գյումրեցիները վարձով տուն են տալիս, բայց տոկոսը չեն ուզում 10% տան պետությանը, այսինքն խափում են պետությանը։ Ցավոք սրտի Գյումրի քննիչների մեջ կան շատ վատ մարդիկ, դուք գիտեք 2 ամիս առաջ ինչ խնդիր է եղել Գյումրիում, երբ ես գնացել եմ նկարել մի հատ կին, ումի վրա ճնշում էր ոչ թե մենակ բանդիտները, այլ քննիչը, դրանից հետո այդ գործը փակեցին իրանք։ Ցավոք սրտի կա խնդիրներ այդ նալոգների հետ, որ Գյումրիի նալոգը փաստորեն շատ վատ է վերաբերվում, ընդհանրապես չի օգնում պետությանը, այսինքն այնց տպավորությունն է, որ ամեն ինչ անում են, որ պետությանը վնաս տան։ Այնպես որ այդ խնդիրները շատ լուրջ է, բայց ամենալուրջ խնդիրը նա է, որ ցավոք սրտի գյումրիցիների մի մասը տենց էլ չհասկացավ, որ Գյումրին, գիտեք, ինչ յուրահատուկ քաղաք է, որը մենք միշտ կապում ենք գրողների հետ, հա, գրականության հետ, մենք ասում ենք Գյումրի город мастеров, հա, մենք ասում ենք Գյումրի город мастеров, Գյումրի город писателей, Գյումրի город, от которого пахнет древностью, историей, да, ու գիտեք ինչ, սա ոչ մի կապ չունի բանի հետ, կրիմինալի եւ քրեական, հա, մարդկանց անձնավարությունների հետ։ Շատ ցավալի է այստեղ նշել, որ մանավանդ Վարդանիկի ժամանակ, որը հիմա նորից է ուզում իբր քաղաքապետ դառնա, Գյումրին միշտ կապել են գողական աշխարհի հետ, գողականների հետ, կրիմինալի հետ, եւ դա շատ վատ է, քանի որ մենք պետք է հասկանանք, որ Գյումրին այնքան հարուստ, այնքան սիրուն քաղաք, նորից եմ կրկնում, որը մենք կապում ենք գրողների հետ, հա, պատմության հետ, ոնց կարելի է այդ ձևի քաղաքում, հա, լինի այդ ձևի մթնոլորտ, գողական աշխարհի մթնոլորտ, գողականների ինչ որ մթնոլորտ, եւ երբ դու նայում ես Վարդանիկի նման մարդկանց վրա, դու ցավ ես ստանում, որ արդյոք մեր 2025 թվականում այս ձևի սիրուն քաղաքում, որը մենք ուզում ենք տեսնենք որպես մի հատ քաղաք, որը Привет Գայա, որը գրողների հետ կապված, դա ու даже там музей есть даже в Գյումրի։ Ոնց կարող է այդ քաղաքում այն ձևի մարդիկ լինեն, առանձին մարդկանց մասին է խոսքը, որ լինեն այդքան, հա, քրեական, այսպես ասած, մթնոլորտ տարածող։ Սպասում եմ, ես հույս եմ պահում, որ գյումրեցին հասկանում է, որ իր քաղաքը ոչ մի կապ չունի գողական աշխարհի հետ, եւ ես հույս ունեմ, որ գյումրեցին կհասկանա, որ բոլոր գյումրեցիների համար շատ կարեւոր է, որ Գյումրին լինի ոչ կրիմինալ, ոչ այսպես ասած գողական քաղաք, այլ լինի մի հատ քաղաք, որով մենք բոլորս հպարտ կլինենք։ Մենք երբ դերում ենք Գյումրին, որ ներկայացնում են առանձին մարդիկ, սենց գողական խոսքերով, գողական, հա, սենց ստիլիստիկայով, ես ցավ եմ տանում, չգիտեմ, ես գտնում եմ, որ սա խայտարակություն է, եւ երբ Սարիկի մասին են գրում, ես ինքս անձամբ ծանոթ չեմ, բայց ես որ սենց նայում եմ այդ մարդուն, այդ Սարիկի վրա, ես հասկանում եմ, որ սա այն գյումրեցին է, որը կներեք ոչ մի գողական աշխարհի հետ կապ չունի եւ իր դաժե դեմքից երևում է, որ ինքը բարի, աշխատասեր տղա է, եւ ես ոչ թե մենակ Գյումրիում, ընդհանրապես բոլոր քաղաքներում եւ մարզերում կուզենայի այդ ձևի մարդիկ լինեին, որպեսզի մենք չամանչենք, քանի որ ես նորից եմ կրկնում, շատ մեծ հույսեր եմ փակում, որ գյումրեցին ոչ մի գողական կամ էլ սուտասան մարդ չի ընտրելու եւ այո, Էդգար ջան, հա, եւ օրինակ այդ նույն Արտյոմ Թումանյանը, չէ, ես կյանքում դուք նկատել եք, չէ, եթեր չեմ արել Արտյոմ Թումանյանի հետ, ես միշտ զգում եմ, որ այս մարդը շատ է խոսում ու սրա մեջ սուտ կա, ես միշտ հասկանում եմ, որ այս Արտյոմ Թումանյանը իրան որտեղից փող ռեստորանում հաց գցի, կլիպներ նկարի, այսինքն որտեղից է իրան փող, այսինքն ինչ որ մեկը տալիս էր ու ես հիմա հասկացա, որ հիմա ինքը դարել այդ Վարդանիկի կողմնակից Ագազարյանի հետ աշփվում, հասկացա, որ այս մարդը սկզբից էլ տականք է եղել ու Փաշինյանի անունով ձայներ էր հավաքում, ինքը որպես անձնավորություն 0 է։ Այսքան է, էլի եմ ասում, ցավոք սրտի, այդ դավաճանները եղել են ու լինելու են այլամ շատ ժամանակներ։
Հիմա մենք շարունակենք մեր եթերը ոչ երեխան մի քիչ խանգարում է, բայց հիմա անցնենք մեր գլխավոր թեման, որը շատ կարևոր է այսօր։ Այսօր ես նյութ եմ գրել, որ այն մարդիկ, ովքեր հիմա ցուցմունք են տալիս Բաքուում, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, այդ մարդիկ այնքան տականք են, որ թույլ են իրանց տալիս 18 ամիս ցուցմունք տան Հայաստանի Հանրապետության դեմ։ Ուզում եմ հիշեցնեմ, որ ոչ մեկ իրավունք չունի իրանցից, մանավանդ այդ մարդիկ ղեկավարներ են ցուցմունք տան Հայաստանի Հանրապետության դեմ։ Այսինքն արդեն դա խոսում է դրա մասին, որ դրանք տականքներ են, հա։ Եվ սկսենք ֆիքսել այն խնդիրը, որ իրանք ցուցմունք են տալիս նաև այն ղարաբաղցիների վրա, ում իրանք հրաման են տվել տարբեր մարդկանց սպանեն, եւ այն մարդասպանները, ովքեր իրանց հրամանները կատարել են, հիմա դողում են եւ չգիտեն ինչ է լինելու իրանց հետ, այնպես որ սա շատ լուրջ խնդիր է իրանց համար։ Մարդիկ կան, առանձին մարդիկ, ովքեր մինչ հիմա չեն հասկանում, որ ոչ մի գեներալ Ղարաբաղում մենք չունենք, բարի երեկո Գրիգորի ջան, ոչ մի գեներալ, սկսած Սամվել Բաբայանից մինչև Քյոխը բրծած, չունենք ոչ մի հատ մարդ, ով կարա ասի, որ ինքը մաքուր տղա է կամ էլ ինքը ոչ մի հանցագործություն չունի իր վզին վրա ընկած։ Բայց կուզենայի այսօր մենք ուշադրություն դարձնենք առանձին խնդիրների եւ հարցերի վրա, քանի որ կան բաներ, որի մասին մենք չենք մտածում, բայց պետք է մտածենք, որպեսզի հասկանանք, որն է ճիշտ, որը սխալ է։ Տեսեք, առաջի հարցը, որը դուք պետք է միշտ տաք։ Ոնց է ստացվում, որ ոչ Սամվել Բաբայանը, ոչ Քյոխը, ոչ Մովսես Հակոբյանը, ոչ մի Ղարաբաղի գեներալ չի մասնակցել բոյերում, այսինքն 44 օրվա պատերազմի ժամանակ ոչ մեկ իրանցից, հա, զենքը չի վերցրել ու չի կռվել։ Մեկը ձորում է նստել, մեկը ինչ-որ պոստերում, որսկի բոյ չի եղել, ոնց է դա ստացվում, մի հատ հասկանանք։ Չէ՞ որ մենք 35 տարի ստրանցով հպարտ եք եղել, որ գեներալներ են, ստրանք պետքա ցույց տան ադրբեջանցիների տեղը եւ այլն, բայց տեսեք, ոչ մեկ չի կռվել 44 օրվա պատերազմի ժամանակ։ Այդ առաջինը, երկրորդը։ Ոնց է ստացվել, որ ոչ մի գեներալի տեղա, ոչ մի գեներալի պլեմյանիկ չի վերավորվել եւ չի զոհվել։ Ոնց է ստացվում։ Սա շատ կարևոր հարց է։ Ոնց է ստացվում, որ այդ սաղ գեներալները տեղերքը ոչ զոհվել են, ոչ էլ կռվել են։ Երրորդ հարցը։ Ոնց է ստացվել, որ 44 օրվա պատերազմի ժամանակ ոչ Սամվել Բաբայանը, ոչ Ուգանովսկին, ոչ Քյոխը չեն կարողացել գոնե մի հատ գյուղ հետ վերցնեն ադրբեջանցին ձեռից։ Մենք ասում ենք Քյոխը հզոր տղա է, բայց Քյոխը հզոր տղա է 44 օրվա պատերազմի ժամանակ չի կարողացել մի հատ գյուղ հետ վերցնի։ Մենք չունենք դաժե մի հատ վիդեո, ոնց է Քյոխը բոյ տանում կամ էլ ադրբեջանցիներին տեղն է իրա դնում։ Սա շատ կարևոր հարց է։ Չորրորդ հարցը։ Ինչի 23 ժամանոց կռվի ժամանակ, որը եղել է սեպտեմբերում 2023 թվականում, ինչի ոչ մի բոյ չեն տարել Սամվել Բաբայանը, օրինակ Սամվել Բաբայանը կռվել է մի օրվա կռվի ժամանակ, ոչ։ Այսինքն Սամվել Բաբայանը, ով միտինգներ էր անում Ստեփանակերտում եւ 1000 վիդեո ենք մենք տենում տարբեր ալիքներով ինքը խոսում է, այդ մարդը եղել է Ղարաբաղում, բայց չի գնացել կռվի պոստերում, չի որոշել, որ ինքը մեռնելու է Ղարաբաղի համար ու փախել է։ Հաջորդը։ Եկեք մենք հասկանանք 35 տարի ովքեր են գողացել Ղարաբաղի զենքը եւ վաճառել տարբեր երկրներ, դա եղել են Ղարաբաղի գեներալները։ Համաձայն եք։ Հա, հիմա տեսեք Սամվել Բաբայանը ելույթ է ունենում կամ էլ Քյոխը հիմա Գյումրիի ընտրություններին է մասնակցում։ Եկեք մենք այս մարդկանցից հարցնենք։ Հարգելիներս, ոնց է ստացվում, որ այդքան զենք գողացել են ու դուք չգիտեք ով է գողացել, ինչի՞ չեք դուք ասում դրա մասին, որ այդքան զենք է գողացվել 35 տարում։ Ես օրինակ վստահ եմ, որ մեծ մասը գեներալները մասնակցում են այդ գողության մեջ, դրա համար էլ լռում են, քանի որ իրանց ձեռի գործն է դա։ Հաջորդ հարցը։ Դուք նկատել եք, որ ոչ մի գեներալ չի հիշում Լևոն Հայրապետյանին։ Այսինքն նենց տպավորությունն է, որ այդ մարդը вообще չկա։ Նենց տպավորությունն է, որ Լևոն Հայրապետյանը իրանց համար ինքը հերոս չի։
Որ սա շատ հետաքրքիր է։ Եվ իսկապես հերոս չի, քանի որ իրանք թալանչի են եւ մարդասպան են, այդ մարդը չի կարա իրանց համար լինի օրինակ։ Դալշա։ Հիմա հարց եմ տալիս մեր հետևորդներին, ինձ ունեմ մի հատ մարդ, ում ես շատ հարգում եմ եւ ինքը ինձ շատ կարեւոր նախադասություն է ասել, միտք, որը ես կուզենայի ձեզ փոխանցեմ եւ կուզենայի հարցնեմ դուք համաձայն եք այդ մտքի հետ թե ոչ։ Ուրեմն ինքը ասեց հաջորդը։ Ասեց Ռոման, պատերազմի ժամանակ զոհվում են այն մարդիկ, ում բացի հայրենիքից բան չունեն կորցնելու։ Իսկ այն մարդիկ, ում շատ բան ունեն կորցնելու, իրանք չեն զոհվում։ Հիմա ես ուզում եմ ձեզնից հարցնեմ, դուք համաձայն եք այս մտքի հետ, որ այն մարդիկ, ում հայրենիքից բացի բան չունեն կորցնելու, իրանք են զոհվում, իսկ այն մարդիկ, ում շատ հարստություն ունեն եւ բան ունեն կորցնելու, իրանք չեն զոհվում։ Համաձայն եք այդ մտքի հետ։ Կուզենայի դուք պատասխանեմ։ 100% դավը գրեց, նշեմ, որ YouTube-ում չեն տենում էկրանի վրա ինչա գրած, Facebook-ում են իմանում, դրա համար ես YouTube-ի համար ասեմ, դավը գրում է 100% համաձայն եմ, Նատալին գրում է համաձայն եմ, Ցինան գրում է համաձայն եմ, Այդան գրում է համաձայն եմ, Ռոման ջան, Գրիգորի Օգանիսյանը գրել է համաձայն եմ, Գայանե Սոսյանը գրել է այո, ճիշտ է, Վալա Երվանդյանը գրել է այո, եւ բոլորը գրում են այո, այո։ Տեսեք, այս նախադասությունը շատ կարևոր է։ Եվ երբ ես ասում եմ, եթերի սկզբին ասել եմ, այս ո՞նց է ստացվել, որ ոչ մի գեներալ չի կռվել, չի զոհվել, իրանց տղաները չեն զոհվել։ Պատասխանը շատ հասարակ է։ Քանի որ Սամվել Բաբայանը ահագին հարստությունն է դղյակներ, քանի որ Քյոխը ահագին հարստությունն է, քանի որ Մովսես Հակոբյանը ահագին հարստությունն է, իրանք չեն կարան զոհվեն, քանի որ իրանց հետաքրքիր չի ոչ մի Ղարաբաղ։ Եվ այո, պատասխանը դա է, այս նախադասությունից է գալիս, քանի որ Ղարաբաղի գեներալները եւ չինովնիկները շատ բան ունեն կորցնելու, իրանց հայրենիքը պետք չի եւ դրա համար իրանք չեն կարա զոհվեն հայրենիքի համար եւ չեն կյանքում կռվելու։ Շարունակենք, ոնց է ստացվել, որ 44 օրվա պատերազմի ժամանակ ադրբեջանցիները այդքան տղա են վերցրել գերի հայերին։ Իսկ ոչ մի Ղարաբաղցի մի հատ ադրբեջանցի գերի չի վերցրել։ Ես դիմում եմ մեր հետևորդներին, որպեսզի դուք այդ հարցը ձեզ տաք։ Այդ որ դուք Սամվել Բաբայանին ժամերով լսում եք։ Լսում եք Քյոխը, լսում եք Վիտո Բալասանյանը, դուք հարց չեք տալիս, օրինակ Վիտալի Բալասանյանը լավ բանկոմատներ է Բալգարկով կտրում, օգտոկոսներով փողեր է բաժանում, բա Վիտալի Բալասանյան, եթե դու տենց շատ տանձով տղա ես, ո՞նց է ստացվում, որ մի հատ ադրբեջանցի չես կարողացել գերի վերցնես, լեզուտ 5 կիլոմետր է միշտ եղել։ Կամ էլ քո տղա տանձով տղա չի կարողացել գերի վերցնի ադրբեջանցի Վիտալի Բալասանյան։ Ես դիմում եմ բոլոր հայերին, դուք պատկերացրեք իրանք ինչ խայտարակ տղերք են, այդ գեներալները, օրինակ Արշավիր Գարամյանը, Արշավիր Գարամյան, ամենտեղ դու պատմում ես, որ դու կռվող տղա ես եղել, չոտկի տղա, քանի գերի ես վերցնել, քանի ադրբեջանցի սպեցնազվից ես վերցրել գերի, որ փոխանակենք մեր տղաների վրա։ Մի հոգի գերի չեն վերցրել, потому что իրանք զերո են, իրանք այդ որ մենք ասում ենք կռվող տղա են եղել, բոմբա տղերք են, կռվող տղան, բոմբա տղան, պրոֆեսիոնալ գեներալը, հավատացեք, եթե Վիտալի Բալասանյանը, Սամվել Բաբայան, իրանք իսկապես լինեն կռվող բոմբա տղերք, գոնե մի հատ ադրբեջանցի գերի կվերցնեն։ Ժամերով ինտերվյու են բաժանում, ինձ ինտերվյուն պետք չէ, ինձ պետք է որ մարդիկ գործով ցույց տան, որ իրանք զինվորեն սպայ են կամ էլ պրոֆեսիոնալ են։ Հաջորդ հարցը։ Տեսեք, ոնց կարող է նույն Սամվել Բաբայանը, ուզում եմ հարցնեմ էլի ձեզնից։ Սամվել Բաբայանը մինչև 99 թիվը եղել է Քոչարյանի ընկերը, Սերժի ընկերը, բոլորի հետ sense բոմբա հարաբերությունների մեջ միտեղ իրանք կառավարություն են եղել, այսինքն Ղարաբաղում եղել է Քոչարյանը, Սերժը, Սամվել Բաբայանը, 88 թիվից մինչև 99 թիվը 11 տարի։ Սամվել Բաբայանը եղել է այս իրանց մատի, հա, ձերքի մի մատը։ Այսինքն ամեն ինչի իրան, այնպես ասում, устраивало, они все были в одной команде։ Դուք արդյոք հավատում եք, որ այս մարդիկ իրար չեն սիրում, եթե իրանք մինտեղ փողը կիսել են, դղյակներ են սարքել, ինչ արել են, իրանք մինտեղ են արել, դուք արդյոք մտածում եք, որ այս մարդիկ իրար հետ կարան կռվեն։ Ես օրինակ չեմ մտածում դենց։ Եվ սա էլ է շատ կարևոր, որ ամեն մարդ իր համար սա ֆիքսի, Իսահակ, բարի երեկո Իսահակ ջան։ Ֆիքսենք ձեզ համար այդ միտքը։ Հիմա իրանք բոլորը այդ որ տարբեր կուսակցություններ են, չէ, իրականում իրանք սա
Ղարաբաղի հանցագործներն են, ուզում են ձայներ գողանան, ընտրություններ ա գալիս, ինչքան շատ գողանան, այնքան լավ, հետո կմիանան, հա, կուսակցություններ կստեղծեն, իրաց ձայներ ա պետք։ Եվ այսօր իրանք սա բախեցած են, եւ Արշավիր Գարամյանը, եւ Վիտո Բալասանյանը, եւ Քյոխը, այսօր ինձ Քյոխի մասին օրինակ ահագին բաներ են գրում Քյոխի մասին։ Օրինակ մեկը գրել է, Անահիտն է գրել, ասում է Ռոման ջան, անպայման եթերում պատմի, որ Քյոխը երբ 2013 մինչև 2016 թվականը Ռոման ջան եւ 2016 մինչև 20 թվականը ահագին փետ էր կտրում, իր մի հատ ցեխ ա եղել, որտեղ զինվորները փետ էին կտրում, այսինքն զինվորներին օգտագործում էր ոչ թե պոստերում կայնեն, այլ պոստերից հանում էր, պատմում է ինձ Անահիտը, եւ տարիներով փետ էին կտրում, հա, եւ այդ փետը Քյոխը վաճառում էր 18000-ով զինվորական մասին բանակին, կոմենտներ են գրում, ես էլ կարդում եմ ձեզ նման, այդ կոմենտը շատ հետաքրքիր է, ասում է բոլորը դրա մասին գիտեն տոնաշենում, որ Քյոխը 18000-ով սուտ ասելով փեդեր վաճառում բանակին, հետո նորից ավելի թանկ վաճառում, այտենց բաներ են գրում, նաեւ գրում են, որ Քյոխը մոտ 40 իրան տոճկա եղել մեղր էր պահում, էլի օգտագործելով մեր զինվորներին, այսինքն զինվորները պետքա Ծառային Ղարաբաղում, բայց Քյոխը իրանց օգտագործում էր մեղր պահելու համար, մեղր հավաքելու համար, մեկն էլ գրում է Վարդան անունով մի հատ մարդ, գրում է կոմենտների մեջ, Ռոման ջան, Քյոխը ահագին պրապորշիկ էր պահում, որ իբր պրապորշիկ են փող են ստանում, բայց իրականում ոչ մի պրապորշիկ չի եղել, գրված են եղել իբր մարդիկ են աշխատանքի, բայց աշխատանքի չկար այդ ձևի մարդ, բայց աշխատավարձը Քյոխը ստանում էր եւ կիսում էր Սերժի եւ Բակոյի հետ։ Այս բաներ են գրում։ Գրում են, սա կոմենտներում ես կարդում եմ Քյոխի մասին, գրում են, ասում են, որ Քյոխը բոլոր զինվորներից փող էր վերցնում օտպուսկների համար։ Դե կարդացեք օրինակ Գորամատունի, մեր հարգելի Գորամատունի էջի վրա պոստա, տակին ինչ ցխեր են շպրտում Քյոխի վրա, ովքեր իր հետ ծառայել են, գրում են, որ Քյոխը փող էր վերցնում այդ մարդկանցից, ծեծում էր երեխոցը շատ դաժան, հա, օգտագործում էր որպես ստրուկ, հա, դե ահագին չգիտեմ, ահագին բաներ է այստեղ գրում, հա, դե էլ չեմ ասում, որ այս 23 ժամվա պատերազմի ժամանակ Քյոխը Ղարաբաղի երեխոցը թողել է զոհված տղորցը պոստերում ու ինքը փախել։ Այդ նույն Քյոխը, որ ամենտեղ հեքիաթներ էր պատմում, որ ես Չեվ կյանքից վերջը կայնելու եմ պոստում, հիշում եք բլոկադայի ժամանակ ոնց էր ստում Քյոխը, որ ինքը պոստերում կայնելու է, դա սուտ է եղել, ինքը ինադու տենց արել է, որ վնաս տա Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ մենք ձեզ հետ տեսակ, չէ, Քյոխը ոնց է Ղարաբաղի տղորցը թողել է ինքը պոստերում, պատկերացեք ադրբեջանցիք հավաքել են այդ ձիակները, ասում է, սենց բան ոնց կարող է լինի Ղարաբաղի հայերը չհավաքեն իրանց ձիակները, մի քանի օր այդ ձիակները այնտեղ եղել է այդ զոհված տղաներին ադրբեջանցիները հավաքել են, տվել են ռուսներին, ռուսներն էլ տվել են հայերին, պատկերացնում եք, սա խայտարակություն է, ես ճիշտ ասած շոկի մեջ եմ, որ եւ զոհվածի այդ հայրիկները, մայրիկները այս բաներ են պատմում, ում տղերքը զոհվել են, ասում են մենք կյանքում Քյոխին չենք ներելու իր այդ քաքերի համար, հա։ Ես նորից եմ ուզում կրկնել մեր հետևորդների համար, որ մեր հետևորդների համար, որ փաստորեն, ուր է այդ բանի մասին գրած պոստը, հա։ Հա, դե в общем, ես ուզում եմ նշել մեր հետևորդների համար, որ ինչքան էլ մեզ համար դժվար լինի, մենք պետք է միշտ խոսենք դրա մասին ինչ կատարվում է եւ ճիշտը պատմենք։ Շնորհակալ եմ, նորից եմ ասում, շնորհակալ եմ ահագին կոմենտների համար YouTube-ում, Facebook-ում եւ լինենք միասին, սիրում եմ բոլորիդ եւ ամենալավն եմ ձեզ ցանկանում։